Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բելգիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 2-ին լսումներ էր անցկացնում քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որը ներկայացրել էին պատգամավորներ Էլս Վան Հուֆը եւ Միշել դե Մայեգդին։ Լսումը ներառել է դիվանագիտական եւ հայ համայնքի ներկայացուցիչների ելույթներ, պարոն Կարապետյան, որին մասնակցել եք նաեւ դուք։ Մենք ձեզ հետ կապի նոր ենք կարողացել դուրս գալ հայտնի հանգամանքների պատճառով։ Ես կխնդրեմ ներկայացնել որն էր ձեր ուղերձը, ինչ ելույթ եք ունեցել եւ ձեր ելույթի ամենակարևոր հատվածները ներկայացնել մեզ։ Շնորհակալ եմ այս առիթին համար, որ գնձայեք, որպեսզի ներկայացնեմ այդ շատ կարևոր լսումի ընթացքին տեղի ունեցածները։ Ուրեմն նախ հստակացնեմ, որ Բելգիան Եվրոպայական երկիրներն է, որ մեզի մոտ է, հայ ժողովրդի մոտ է։ Եվ վերջին օրինակ մնադամ նոր կառավարության ծրագրի մեջը 4 տարվա իր ներկներուն արձանագրված է բացի Հայաստանի Հանրապետության հետ ունենալ ստրատեգիական լավ հարաբերություններ եւ այլն, նաեւ արձանագրված է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի հարցը, որ շատ երկրներում է չկա նման բան։ Նաեւ պետք է ասել, որ թե Տաշնային եւ թե շրջանային խորհրդարաններում, որտեղ Բելգիան 7 խորհրդարան ունի, յուրահատուկ կառուցվածքով երկիր է Բելգիան, բոլոր խորհրդարաններն ալ եւ կառավարությունը ներառյալ, քանի արդեն ցեղասպանության 110-ամյակի շեմին ենք, նշեմ, որ թե կառավարությունը իր վարչապետի Պերնով 2015-ին Շարլ Միշել Ներանադեն վարչապետը, որ ընդունեց թե իր եւ կառավարության համար ցեղասպանություն եւ բոլոր շրջանային եւ ֆեդերալ խորհրդարանները եւ սենատը բոլորն ցեղասպանություն ջանցած են, այսինքն Բելգիան մեզի համար լավ երկիրներ են, որ կրնանք մենք մեր շահերը պաշտպանել առանց խոչընդոտներու։ Որում աս լսումը որ եղավ Տաշնային Բելգիայի Տաշնային խորհրդարանի արտաքին հարաբերություններու հանձնաժողովի ընթացքին էր։ Երկու երեսփոխաններ, մեկը Էլս Վան Հոֆը, որ նաև նախագահուհին է հանձնաժողովին, եւ Միշել դե Մակտը, որ ինքն ալ մեզի մոտ ասնավորություն է, երկուքն ալ ներկայացուցած էին բանաձևումի առաջարկներ։ Եվ այդ մեկը դանել է առաջ իրենց նիստի վերջնական քննարկման եւ ատկե հետո լիակումարին, իրենք որոշեցին ունենալ լսումներ։ Եվ հրավիրած էին Հայաստանի Հանրապետության տեսփանը բարոն Տիգրան Բալայանը, որ խոսեցավ Արդվանիստին, Հովհաննես Գևորգյանին հետ, որ Արցախի ներկայացուցիչն էր Փարիզի մեջ, Գեսորին ունեցան հանդիպում երկու դիվանագետներու հետ արտաքին գործոստնախարարության փակ նիստի ընթացքին, ադի չհրապարակվեցավ, եւ երեկոյան նիստին պիտի խոսենք ես եւ Ռիտերը, որ գիտեք Եվրոպական միության մոնիտորինգի խումբի հրամանատարն է, իր թերիչի այդ հարցը պատած է, Ռիտերը չեկավ, այդպես որ կեսօր հետո վա նիստին ես առանցին էի։ Պետք է ասել, որ հարցը ներկայացուց թե Էլս Վան Հոֆը եւ թե Միշել դե Մակտը իրենք իմ հրավերս նկատեցին այդ շրջակցներս, որ այդպես հայտարարեց Էլս Վան Հոֆը, որ դարիներով եղած է պարոն Կարապետյանը պաշտպան իր ժողովրդի շահերուն եւ ոչ միայն ընդհանրապես Եվրոպայի մեջ մարդու իրավունքներու համար ինքը բայկարողանցերեն եղած եւ այդ ուղղությամբ ուզեցին իր խոսքը լսել։ Արիթ էր, որ ես ներկայացնեմ մեր տեսակետները, ինչ կվերապերի վերջին գործընթացները Արցախի ժողովրդի մեր ունեցած շատ լուրջ հարցերուն հետ։ Փանացևը անշուշտ վերջնա, որ երկու առաջարկները Փանացևին անցյալ նոյեմբեր դեկտեմբերին էին, այդպես որ վերջին գարկ մոլորույթներ նկատի չէին ունեցած, բան որ նաև տեսփանն նշեց, ես նշեցի, որ
նկատի առնվի վերջնական բանը, ինչպես օրինակ Շվեյցարիո խորհրդարանի ստիպողական որոշումը կառավարության համար, որ պետք է հրավիրե ֆորում Արցախի ժողովրդի քննելու համար Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցը։ Պետք է ասել, որ անշուշտ ընդհանրապես ազգային հարցերու շուրջ մենք միշտ թե գրասենյակը մեր, թե մեր հայտարարությունը եւ ես անձնապես ընդհանրապես միշտ կճանանք կարելի եղածին չափ օժանդակել եւ բարձր պահել մեր հայրենիքի անունը եւ կարելիությունները։ Անշուշտ միշտ դա կարելի չէ։ Եվ կան հարցեր, ուր ես տարակարծիք էի Հայաստանի Հանրապետության արած որոշումներուն կամ վարչապետի հայտարարություններուն հետ, որպես ինչ կվերաբերվի նկատի ունենան իրենք հետևանքները եւ որ գրնա ամբողջությամբ եթե ընդունվին վարչապետի տեսակետները, հետևանքները որ գրնան լալ ոչ լավ Արցախի ժողովրդին համար։ Եվ ադոնցում է հիմնական տարբերությունը, որուն ես անդրադարձա, Արմատայի հարցն էր։ Արմատայի հռչակագրի հարցը, որուն հիման վրա վարչապետը ըսավ Արցախը Ադրբեջանի մաս է, 86,600 համար որ խոսացավ, եւ ադոր հիման վրա է, որ այսօր դեղի կունենան բանակցությունները։ Ես օնարիտ ունեցա թե խոսքի մեջ, որ 15 րոպեինոց էր, բայց այդ կետո հարցումները մարդիկ հասկացան, որ գա խոսելի կարծ, հարցումներով որերին երես փոխանները գրցան տլայնել, գրցա ես իրենց բացադրել, որ Արմատայի հռչակագրի հիման վրա ետերտը եւ Հայաստանի սահմանադրական դատարանը իբրև անգախ, չեմ գրնկել շագերդյալ կամ ոչ, իբրև անգախ դատարան իր որոշումը առնե, ստիպված պիտի լա շեղյալ նկատել ովևէ համաձայնագիր, որ հենված է Արմատայի հռչակագրին վրա։ Եվ կան երկու հարցեր, որպես շատ կարևոր են եւ լուրջ են։ Խորհրդային միության 1990 օրենքով, որ ինչպես կրնային դուրս գալ հանրապետությունները, նույն օրենքը նաեւ իզորու էր շրջաններու համար, որ կգտնվեն այդ հանրապետություններու մեջ։ Ադրբեջանը կորզատրեց այդ օրենքը օգոստոս 30-ին 1991-ին դուրս եկավ Ադրբեջանը, 2 օր հետո, 3 օր հետո սեպտեմբեր 2-ին Արցախը, որ նույն իրավունքները ուներ, իբրև ինքնավար շրջան Ադրբեջանի մեջ, նույն օրենքը կորզածելով Արցախն դուրս եկավ։ Իսկ թվականները շատ կարևոր են։ Սեպտեմբեր 1991, սեպտեմբեր 10 1991-ին Արցախը հանրակրվեով հռչակեց իր անկախությունը։ Ադրբեջանը, որ ուներ այդ պարտավորությունը, ինքն ալնել չրավ։ Ամեն դեպս այդ կարևոր չէ։ Երբ որ ուրեմն ավելի մեջ վեր սեպտեմբերին Արմատայի հռչակագիրը եղավ եւ հռչակագիրը շարունակություն է ովևէ բան չէ, հռչակագիրը օրինավոր տուղ չէ, համաձայնագիրն է, որը ստորագրած էին Մինսկի մեջ եւ վերջը վերածվեցավ Արմատա, Ռուսիան, Ուկրաինան եւ Բելարուսը։ Հոն արձանագրված ուրեմն որ մեկ երկիրը գճանչնա մյուսին դարածքային ամբողջականությունը, Արցախի բարակային իզորու չէ, որովհետև այդ ադեն արդեն Արցախը Ադրբեջանի մաս չէր, թե օրինավոր եւ թե իրական կերպով քետնի վրա Ադրբեջանի մաս չէր, ուրեմն մեկ հիմնական կետը ադե որ մեր վարչապետը կամ գիտնալով, կամ չգիտնալով սխալ հայտարարություն հրավ թեթև բար կործածել, ամա ուրիշ բար չկործածեմ։ Եվ նաև 1991-92 օր այդ օրվա ազգային ժողովը Հայաստանի 10 վերաբահումներ տրավ, որոնց մեջ 3-ը նվիրված են Արցախին եւ գսեն, որ երբեք չկրնար Արցախը մաս կազմել Ադրբեջանին։ Այդ վերաբախություններով է, որ Հայաստանի Հանրապետությունը գնդուներ Արմատայի հռչակագիրը կամ համաձայնագիրը։ Այս վերաբախումները միջազգային պրակտիկա են, որ գլան։ Ուրեմն երկու հիմնական կետեր կան, որոնց հիման վրա
Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք չուներ ատմեգնելու։ Չեմ գիտեր ինչ պայմաններով դա գրավ, ինչու օրավ հարցեր են, որ իր ժամանակին պիտի կննվին եւ քննադատական պիտի ստանան։ Այս մեկ հիմնական հարցն էր, որ ես ներկայացուցի եւ կարծեմ բավական ընկալելի եղավ ներկաներեն։ Նաեւ ինչ կվերապերի, որտեղ հետաքրքրություն կար հասկանալի է համաձայնագրի մասին, որ հայտարարեցին Բաքուն եւ Երևանը, որ պիտի համաձայնած են 17 գետերուն համար, այլ պիտի ստորագրեն։ Իրենց ստակացուցի, որ ես 17 գետեր ամբողջությամբ չեմ գիտեր, եւ ադոր ամանալ ովը սպեկուլացիա չեմ ուներնե, ուզել գետերուն համար, չի պիտի խոսիմ ուսի գետերուն համար, պիտի խոսիմ իրականության համար։ Ես չեմ հավատար, որ ներկա պայմաններով Ադրբեջանը պիտի ստորագրե ովը փաստաթուղթ։ Մեր վարչապետին Այդ հավատքը գամարտակին գործոս նախարարին, որ անդադար մենք պիտի ստորագրենք, մենք պիտի ստորագրենք, մենք պիտի ստորագրենք, միշտ արիտ կուտագոր Ադրբեջանին բարձրացնելու նոր պահանջներ, որոնց եթե ընդունման բարակա են, պիտի նշանակե, որ Հայաստան ամբողջությամբ կապիտուլացիա արած պիտի լա եւ անգախ հայրենիք պիտի ունենանք մենք։ Եվ այս օրինակները տվի։ Մեկ յետքայլ գնե Փաշինյանը, 10 քայլ առաջ կերտա Ալիև, ուզեց Սավ Հայաստանը պատրաստ եմ ստորագրելու, Ալիևը հաջորդ օրը հայտարարեց գլոբալ ֆորումին, որ Հայաստանի վրա ես զերո արժանահավատություն կտեսնամ։ Եվ պայմանները սահմանադրությունը պիտի փոխեք, եթե ոչ չեն կստորագրել։ Պիտի ապասպարազինվիկ, ինչ կնշանակի պիտի ապասպարազինվիկ, Հայաստանը կրավված Ադրբեջանին եւ զենքերը պիտի վարադարձնեք ոտքե որ արիք։ Պիտի գրգեք Բաքու որպես տադենք երեք նախարարները Հայաստանի նախկին եւ ուրիշ անձնավորություններ եւ իրենց բացադրեցի ալվոր չի պիտի զարմանամ եթե Ադրբեջանը նորեն ուզե Ինտերպոլեն որ ինձ ցերպակալի եւ գրգի Ադրբեջան չուսոր 2018-ին ինձ դադարդած են պանդարգության Ադրբեջան աշուշտ Ինտերպոլը մերժեց այս պայմաններով ինչպես կրնանք երևակայել որ գրնա ստորագրվի Արևմտյան Ադրբեջան որ գսե անկլավներում մասին չխոսի բացի պաստեսպանը հաջորդ օրը ազերի տեսպանը հաջորդ շաբաթ քանի օր հետո խոսեցավ որ Սյունիքի մասին է իրենց խոսքը երբ որ աս բոլորը գսեն որ համաձայնագրի մասին կխոսենք որ եւ ինչ պայմաններով պիտի ստորագրվի ես ասի որ չստորագրվի եւ չեմ հավատալ եթե ստորագրե Փաշինյանը ասոնք պետք է նախապես Ալիևի պայմանները ըրազլա Գասկնա գասպոլորը ասներս հետո ինչ պիտի նշանակեր նման համաձայնագիր ստորագրելը իսկ հետաքրքրական է Ադրբեջանի տեսփանի ներկայությունը եւ հայտարարությունը Ադրբեջանի տեսփանը որ հրավիրեցին իրենալ որպես մյուս կողմնալը ասելան եւ զարմացայալ որտեղ Վակիվ Սադիկով անցյալին եղած է Նավարդակին գործուս նախարար ինչպես այդպես խոսեցավ ատկան փորձառույթի վանակետում շատ չղակրկիր վիճակի մեջ էր մնայուն գամպաստաներ երեսփոխանները իրենց հետ կխոսեր դեսակմը հեքնական ծևերով իրենց տասեր գուդար ինչ բարաբաշար պիտի գործածեն եւ այլն եւ ամբողջությամբ իրենց զանոթ ստուդերը սելով հարաճացավ աշուշ չգրծավ ովը մեգուն համոզել եւ վերջավորության նաեւ երեսփոխանները ասին որ դուք պամուճավեցուցիկ բարոն տեսփան ընդհանրակը ալավելի կոդաբունտեցիկ մեր ասած որ դուք բոլորովին աբորինի գերբով գշարժիկ եւ ֆոնատ կանիշական էր նաեւ որ Սադիկովը անգամ եւս այս անգամ հրաբարագային եւ տաշնային խորհրդարաններ իմ թեմս զրբարտական հարցակումներ կորզեց at որ 2018-ին Հիկմետ Հաջիևի գլխավորությամբ ահագին ինչեր իմ մասից ասած զրբարություններ ադոնց մասին ինքը վերադարձավ եւ ես անշուշտ իրեն սպառնացի որ մենք դեռ ետերն ես իրեն դատարանները պիտի տանեմ որտեւ այլևս չափը կանցնեն գորինենք ընդհանուրի մեջ ես կգարձեմ որ լավ եղավ որ Սադիկովին կանչեցին որովհետեւ Սադիկովը արիթը դվավ երեսփոխաններուն հասկանալու որ նույնիսկ անոնց հետ որ չեն ունեցած հարաբերություն մենք անցյալին չեն եղած մոտ հասկանալու որ իսկապես իրավունքը եւ արդարությունը եւ ճշմարտությունը ուր է որուն կողմն է
Եվ նաև ասեմ, որ թե նախագահույն Էրսվանհոֆը անդրադարձան եւ երեսփոխաններեն Պիեր Կոմպանին երկուքն ալ անդրադարձան Արցախ իրենց այցելության մասին քախնիչը բայեցին երկուքն ալ ասեն որ մենք սև ցանգի մեջ ենք եւ բարոն Ղարաբեթյանին հետ այցելած են Արցախ իրենց հիացմունքը անցնեցին Արցախի ժողովրդավարության համար որ տեսած էին անադեն ի դարբերություն Ադրբեջանին այս բոլոր ասմարտիկը տեսած են իրենց աչքերով այս բոլորը եղավ եւ կարծեմ որ լավ ընթացքում էր հիմա այլևս պիտի երթա կարծեմ հաջորդական օրերուն կամ շաբաթներուն Տաշնային խորհրդարան որպես կվերգվի եւ պիտի ունենանք կարծեմ լավ բանացումը Արցախի ժողովրդին վերադարձի իրավունքին համար Պարոն Կարապետյան, դուք հետաքրքրական համարեցիք Ադրբեջանի դեսպանի ներկայությունը, հայտարարությունները, ես կարծում եմ ոչ պակաս հետաքրքրական էր նաև Եվրամիություն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Բալայանի ներկայությունը, այն համատեքստում, որ տեսեք, մոտ 2-3 շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։ Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը, ապա ինչի մասին էր խոսում Տիգրան Բալայանը այդտեղ բանաձևի լսումների ժամանակ եւ ինչ հայտարարություններով էր հանդես գալիս եւ արդյոք Եվրապաշտոնյաների մոտ այս հայտարարությունը հարցեր չառաջացրեց։ Ինչ կվերապերի արտաքին գործոս նախարարի հայտարարության համար եւ ընդհանրապես Շահրամանյանի ստորագրության հարցին համար կոնալ ես իրենց վերլուծում կատարեցի թե Արցախի սահմանադրության հիման վրա եթե ադի իզորու հրամանակիրեր եւ նաեւ միջազգային օրենքներու հիման վրա որ բռնության եւ ջնջումի դակ ստորագրված հաստատուղթը վավերական չգրնար նկատվի եւ նաեւ որ անմիջապես ասկային ժողովը մերժեց որ ինքն էր իրավասուն ովևէ թուղթ ստորագրելու կամ որոշելու այդպես որ ես բացատրեցի եւ կարծեմ մարդիկ հասկացան որ Արցախի իշխանությունները այսօր Հայաստան են եւ իրենք են ներկայացուցիչները իրավական ներկայացուցիչները իրենց հանրության ասմեկը հստակ էր հիմա ինչ կվերապերի տեսպանին եւ սացներուն ես պիտի ճուզեմ կնարգել ասեմ որ տեսպանը շատ անգամ չեմ գիտեր ուրիշ անգամներ ասած եմ եթե քիզի մեջ է կամ քիզի մեջ չէ բայց պետք է ասել որ Տիգրան Բալայանը թե կերիներու հարցով շատ ակտիվ է հետերնի շատ լավ գործակցություն ունի որովհետև կան գարելություններ որ տեսփանություն ունի եւ մենք չունենք կան գարելություններ որ մենք իբրև ժողովրդի անմիջական ներկայացուցիչ Եվրոպայի 2 միլիոն հայերու ներկայացուցիչ մենք ունենք գարելություն եւ տեսփանությունը չունի եւ այս գարելությունները կհամատրենք շատ անգամ չնշանակեր միշտ մանավանդ հիմա այս իշխանությանը բայց պետք է ասել որ հագարակած լուրջ խնդիրներում որ մենք ունենք ներքին իմաստով հոս մենք կդած ենք ծևը Տիգրան Բալայանին հետ լավ աշխատում ինչպես որ հատկի առաջ Աննա Աղաջանյանին հետ նույններ այսօր Տիգրան Բալայանին հետ մեր գործակցությունը շատ լավ է Տիգրան Բալայանը կխոսի նաև Արցախի ժողովրդի իրավունքներուն համար հավաքական վերադարձին համար Տիգրան Բալայանը ինչ կվերապերի մեր ազգային հարցերը իր գեցվածքը որքան որ գրնա իբրև պետական պաշտոնյա ինքը ասել որքան կարելություններ ունի Տիգրան Բալայանը ի դարբերություն այլ տեսփաններու մեր շրջականին ալ որքան Եվրոպայի մեջ ի դարբերություն այլ տեսփաններու որ բաբեն ավելի բաբական են Տիգրան Բալայանը ինձ համար այդ տեսփանն է որ կխոսի մեր հարցերուն համար եւ կներկայացնե հիմա ատկյանտին մեկ կամ երկու հատուկ ասվածներ ես պիտի ճուզեի ադոնց անդրադառնալ ես ներկայացուցի իմ տեսակետներս որոնք անշուշտ որ դարբեր էին գարկու հիմնական գետերու մեջ Հայաստանի Հանրապետության ունեցած կեցվածքներ վադիկա հասկանալի է
Հայաստանի մեջ էլ մենք տարբեր տեսակետ ունենք, հասկանալ է, որ Եվրոպայի մեջ էլ, Ամերիկայի մեջ էլ ամեն տեղ մենք տարբեր տեսակետ ունենք։